Տելսելը, որը ինքը միակ մասնակիցն ու մրցույթի հաղթողն է եղել այդ միասնական տոմսային համակարգի ներդրման, արդյոք իրականացնում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի on-line ռեժիմով հետևել ուղևորահոսքին, արդյոք նրա ներդրած համակարգում հնարավոր չի ստուգել ովքեր են չվճարողները և այլևս վերահսկողության կարիքը չլիներ ուղղակի եւ արդյոք հաշվարկվել է թե մեքենաներում, ավտոբուսներում տեղադրված տեսախցիկները ինչ գումար են եւ տեսախցիկների համար ինչ գումար է ծախսվել, ինչու այդ տեսախցիկները չեն արձանագրում չվճարող ուղևորների քանակը, արդյոք դուք փորձել եք Տելսելի հետ ճշտել, եթե հանկարծ իր բազայից նա, ասենք X քանակությամբ բազայից ինչ-որ տվյալներ է հեռացնում, ինչ պատասխանատվության առաջ է կանգնելու եւ ինչպես եք դուք նրանից պատասխանատվություն պահանջելու, այսինքն դուք ըստ էության համակարգը տվել եք իրականացնելու մի կազմակերպության, որը մրցույթի միակ մասնակիցն է եղել 21 թվականին, 22 թվականին նրա հետ իր պայմանագրային պահանջները չկատարելու համար լուծարվել է պայմանագիրը, 23-ին նորից նույն կազմակերպությունը հաղթել է նորից միայնակ այդ մրցույթում, սա խնդիրներ չի առաջացնում, ձեզ մոտ հարցեր չի առաջացնում,